Ողջույն սիրելի հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ և հարազատներ։ Բարի հարուստ մեր կախատական մանկության աշխարհը, իր ժպիտներով, խարով և հեքիաթներով։ Մանկությունն այն կախարդանքն է, որտեղ ամեն օրը հեքիաթի պես է, լի ժպիտներով ու երազանքներով, այն մեզ սովորեցնում է սիրել, հավատալ և երազել։ Ձեզ եք ներկայացնում մեր փոքրիկ զարմանահրաշ դասարանը։ Սիրելի հյուրեր, հարազատներ, նայեք ձեր շուրջ և տեսեք, թե ինչքան գեղեցիկ և լավ բան կա մեր զարմանահրաշ դասարանում։ Մեր մանկությունը կախարդական է, հեքիաթի պես բարի լուսավոր։ Մենք այստեղ ենք ձեզ ցույց տալու մեր ուրախ օրերը, խաղերն ու երգերը, մեր սրտի մանկությունը։ Մենք այնքան տարբեր ենք, այնքան հետաքրքիր, որ հնարավոր չէ ձանձրանալ մեր բազմազանությունից։ Այսօր մենք միասին մտնում ենք այն հրաշալի ժամանակահատվածը, որտեղ ամեն ինչ հնարավոր է, որտեղ երազանքները թևեր է ստանում, իսկ խաղերը իրականություն դառնում։ Մեր դասարանի երեխաները լի են էներգիայով և խելացիությամբ, յուրաքանչյուրն ունի իր հատուկ տարրն ու կարողությունը բացահայտելու աշխարհը։ Մենք դասարանում հանդես ենք գալիս որպես թիմ, միևնույն ժամանակ մնալով յուրահատուկ անհատներ, ովքեր տարբեր են, բայց միասին ուժեղ են։ Մեր հրաշք դասարանում ապրում են հաշտ ու համերաշխ, ազատ շփում 32 տարբեր լույսի վառ ու ժպտում շողեր սիրացնում։ Մենք վառ գնագույն աստղեր ենք, որոնք լույս են տալիս իրենց ուսուցիչներին ու միմյանց լինելով սովորելու և աճելու։ Մենք չենք վախենում հարցեր տալ, փնտրել պատասխաններ և համարձակորեն ձգտել նոր գիտելիքների, մեր աչքերում մի մշտական որոնման լույս կա։ Մենք միասին կառուցում ենք մի ուրախ, բազմագույն աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հումոր, կարծիք ու գաղափար կարևոր է։ Իսկ գիտեք, թե որն է մեր երջանկության հաշտ ու համերաշխ լինելու այցեքարտը։ Իհարկե ժպիտը, որը ուզում ենք փոխանցել ձեզ։
պատմությունը ներկայացնում։ 2015 թվականին ագիներում ինչ պտուղ տվեցին, դաշտերում ինչ պետք էր ասել, մենք չենք կարող ստույց ասել, բայց հենց այս տարի մեր քանակերում մակուն ծվեցին կայտավ ու սիրուն։ Ովքեր 2021 թվականին դպրոց մտան և ուսումնատեր ճաշակեր դարձան, որոնք հետո պիտի դառնան ֆուտբոլիստ, դառնան նկարիչ, ժողովրդական երգիչ երգչուհի։
շերքից դես մտան, որ մեր լուսաշող ապագան կերտեն։ Փոքրիկ սանը դարձան 117 դպրոցի, շիտ թորնիկը մեծրով մաշտոցի, վաչական պապիկի գրած դասարիքերով սովորեցինք, անթիվան համար գիտելիքներով զինվեցինք։ Շատ լավ հիշում եմ աշնան այն օրը, երբ դպրոց մտա առաջին օրը կրթօջախը նաշեն, բացեցի գիրքը մենք դարձանք արդեն մեր դպրոցի անգիր սաները։ Իսկ ահա թե ինչպես անցան մեր 4 տարիները դպրոցում։ Առաջին անգամ մտանք դպրոց, Առաջին անգամ պայուսակ բռնեցինք, առաջին անգամ գրեցինք տարների մասնիկները, Առաջին անգամ արկածեցինք մեր սիրելի ուսուցումուն։ երբ առաջին անգամ մոռացած մեր սիրելի խաղալիքները, մեզ համար խաղալիք դարձրեցինք մեր սիրելի Այբենարանը։ դուք տեսնեիք, թե ինչպես է խեղճը տանջվում մեր ձեռքերում, ինչպես է անհամբերատար սպասում, թե մենք ինչ-որ բան պետք է սովորենք։ Բա ոնց էր համբերում, երբ մենք կերտոտում ենք իր էջերը։ Մի խոսքով հիշում ենք այն օրերը, երբ Այբենարանը մեր ձեռքում դարձավ իսկական խաղալիք։ Համեր, դասեր սովորի։ Ուֆ, մամ, մի քիչ էլ խաղամ էլի։ Արեն խաղալիքները հավաքի դասեր մնացին։ Ուֆ, մամ, հոգնած եմ, սոված եմ, մի կես ժամ էլ խաղամ էլի։ Արմեն, դու նար դասեր ես եմ սովորելու։ Ուֆ, մամ, մի քիչ էլ խաղամ էլի։ Խեղճ մայրիկներ, բայց ասեմ, որ ձեր տառապանքները իզուր չեն անցել։ Սիրելի մայրիկներ, որովհետև մենք գիտենք, թե ինչ պետք է անենք, որ լավ սովորենք։ Ճանաչում եմ չարն ու բարին, ճիշտ է, ձեզ բարկացնում են, բայց ոչ առաջվապես։ Եվ ի վերջո ուզում եք ասել, որ շատ սիրում եմ ձեզ և շնորհակալ ենք, որ դուք կաք։ Ես
գործական կյանքը, որքան երազանքներ ունեցանք այս տարիների ընթացքում, որքան ցանկություններ, որոնց մի մասը կատարվեցին, իսկ մյուսները մնացին լոկ որպես երազանք։ Այն նրանցից մեկն էր, որ յուրաքանչյուր աշակերտ ունենա կախարդական փայտիկ, որը կկատարի ամեն մի ցանկություն։ Ո՞րն է աշակերտի ցանկությունը։ Դե իհարկե, բարձր գնահատական ստանալը, կամ ասենք կախարդական փայտիկի միջոցով դասերը շուտ կատարելը։ Պատկերացնում եք, ամեն մի աշակերտ ունենար կախարդական փայտիկ, թե ինչ կկատարվեր, Աստված գիտեր։ Կամ ասենք մեր փոխարեն կախարդական փայտիկները գործել։ Դե իհարկե մենք արդեն գիտենք, որ ոչ մի կախարդական փայտիկ մեզ չի օգնի, եթե ծույլ ես ու անբար։ Իսկ իսկական կախարդանքներ տեղի ունենում այն ժամանակ, երբ ընկերասեր ես եւ աշխատասեր, իսկ ինչու խոսեցինք այս մասին, կիմանալ քիչ հետո, իսկ հիմա Յախտը ձեզ ով եք ասովորել հորին, ձեզ կողեմ, ձեզ կողմ։ Էլի ճարնես բրնում աղջիկը։ Չգիտեմ, դաս եմ սովորում, չէ, ճանճ եմ բրնում, ճանճ։ Իսկ կարող եմ օրագիրը տեսնել։ Հայրիկ, ես այն ճանճն եմ, որ ես հենց նրվարվեցի, որ բացես, կզես վես։ Ոչինչ, դուր ես ճանճերից չեմ։ Էլի երկուս ես ստացել աղջիկս, ես այդպես էլ գիտեր, ինչպես չես ամաչում, այս շաբաթ արդեն 5-րդ երկուսն ես ստացել։ Ասում է չէ, որ ճանճ բռնելը լավ միտք չէ, բայց էջ ես նման չես քույրիկ, ինչպես չես ամաչում։ Իրանից կախարդական փայտիկ ունենայք, դասերը շուտ կսովորել, իրենց քան աղմուկ չէ լինի։ Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ քեզ հետ։ Չէի թե սա կախարդական փայտիկ է, հենց այն է, որ կա, սպասեք փորձենք։ Վաղը գրանեմ հայես կախարդական փայտիկը, երկուս ես ստացել աղջիկս, ապրես, ես չէի կասկածում, որ աղջիկը իսկական գիտնական է դառնում։ Երկուս ես ստացել, այն ներվեն չանիտ, ապրես մամ, այն նախելացի ես։ Մայրիկի, անոքուրդ է, ապրես։ Շան պատրել չեիք հավատած, իրեք ինձ երկու կախարդական փայտիկը, ես ինձ կողեի կախարդել, նրանք երկուսս տեսելով, փոխարենը կորպատել, ուրախացան։ Չի կախկացել։ Այդպես բատ ուներավոր չէ, ապում ես։ Դե որ այդպես է, այդպես արա, որ նայրենին դա շնամերից։ Երեխեք մի բան ասեմ չեք հավատա, այսօր նայրենին դաս չեք արես, ինգիրապետիսյանը մնացել է վերելակի մեջ։ Այսօր Երևանի ազգային պատկերասրահից անհայտացել է Մարտիրոս Զարյանի նկարներից մեկը։ Մանրամասները պարզվում են։ Ուրա, ես արդեն Մարտիրոս Զարյանի նկարն եմ։ Բայց մի րոպե, միթե մենք ճիշտ ենք անում, կախարդական փայտիկը կատարում է մեր բոլոր երազանքները և մենք զվարճանում ենք, բայց նայեք, թե ինչ վնասացրեցինք մեր շրջապատին այս վաղ ժամանակահատվածում։ Ինգիրապետիսյանը մնաց վերելակի մեջ, կարգուտ և անձրև տեղացիչացնելով բնությունը։ Մարտիրոս Զարյանի նկարը վերջնականապես անհայտացավ պատկերասրեց և այս ամենը մեր ցանկությունների պատճառով։ Ճիշտ է, կախարդական փայտիկանն է այն, ինչ որ մենք ուզում ենք։ Մեզ կախարդական գիտելիքներ են, որ հետագայում դառնան լավ մասնագետներ։ Արեն մեզ ամեն ճիշտ է ընկերում։ Պատկերացնում եք, նրանցել եք վերելակի մեջ։ Իսկ հետո իգրեն
ուսուցիչներ են պետք, որոնց մենք հանդիպել ենք մեր դպրոցական կյանքի առաջին 4 տարիների ընթացքում։ Սիրելի ուսուցչուհի Գեր Ավետիսյան, այսօր գրավարտական հանդերիսի այս կարևոր ուղղութիչ պահին ցանկանում ենք արտահայտել մեր խորին շնորհակալությունը ձեզ։ Շնորհակալ ենք ձեր ջերմջմիտի, անսահման համբերության և արժանացած սիրո համար, որով մեզ շրջապատել եք այս 4 տարիների ընթացքում։ Դուք մեզ սովորեցրել եք ոչ միայն գրել ու կարդալ, այլև լինել բարի, ազնիվ, աշխատասեր ու պատասխանատու։ Դուք եղաք մեր առաջին ուղեկիցը գիտելիքի ճանապարհին, և մենք երբեք չենք մոռանա այն ամուր հիմքը, որ դրել եք մեր կրթական ուղու վրա։ Դուք կմնաք մեր սրտերում, որպես մեր առաջին ուսուցչուհի, մի անձնավորություն, ում ներդրումը մեր անձի ձևավորման գործում ամենահատելի է։ Սիրով և հանարմով ձեր աշակերտները։ Ես
միջոցառում առաջի անգամ։ Շնորհակալություն սիրելի փոքրիկներ, դուք այսօր այնքան գեղեցիկ էիք, այնքան համահունչ էր ամեն ինչը, այնքան գուներ էր ամեն ինչը, իրենց հոգեվիճակի շատ բնորոշ միջոցառում էր, այո, աշխուժ, սիրելի փոքրիկներ, շնորհակալություն այս հրաշալի միջոցառման համար։ Ձեր կապակցական մանկությունը դեռ չի ավարտվել, դուք դեռ ունենալու եք կախարդական պատասխանատվություն, կախարդական երիտասարդություն և հասունանալու եք նույնպես կախարդական եք դեպի մոտ ամեն ինչ, որտեղ ձեր երկուսինը ընդմսին է։ Սիրելի փոքրիկներ, ես ցանկանում եմ, որպեսզի ձեր մոտ մի փոքր կարգապահություն է արտասում, բայց ես հուսամ, որ 5-րդ դասարանում մի քիչ շտկվենք Ես ցանկանում եմ, որպեսզի դուք ձեր քննությունները բարեհաջող ավարտեք և ոտք դնեք դեպի միջին դպրոց։ Ես շնորհակալություն եմ հայտնում ընկեր Ալաջանյանին։ Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում ընկեր Ավետիսյանին, որովհետև ընկեր Ավետիսյանն է ձեր առաջին ուսուցիչը եղել։ Թվում է թե 3 էր, ժամանակը այնքան արագ է թռչում, թվում է թե 3 էր ընկեր Ավետիսյանի ուղեկցությամբ, դուք առաջին անգամ ոտք դրեցիք դպրոց և ահա մեկ անգամ թարքում դուք արդեն 5-րդ դասարան եք փոխադրվում։ Ես ցանկանում եմ ձեզ մեծ հաջողություններ և իսկապես այդ կախարդական հայտնինը երբեք ձեզ պետք չգա և այստեղ ներկայացրեցի հրաշալի մասնագիտություններ։ Ես ցանկանում եմ, որպեսզի դուք բոլորը լավ ֆուտբոլիստներ դառնաք, լավ երաժիշտներ դառնաք, լավ համակարգիչ հաղորդավարներ դառնաք և մենք հպարտանանք, որ մեր դպրոցում այսպիսի հիանալի սաներ ենք ունեցել։ Շնորհակալություն։ Դասարանահրաշ դասարանի պայքար սրտան շնորհավորում եմ ձեզ գեղեցիկ օրվա կապակցությամբ, այն ինչ որ հնչեց ձեր շուրթերից, սեր, հանգերասիրություն, հնարժություն, նաև հանդուրժողականություն, պահպանել ու ձեզ հետ տարել։ Իմ սրտի, մայրական սիրով խորհում եմ ձեզ, որ ձեր կյանք լինի հայրս կեզուներ, առ ուշկի։ Համբուրում եմ բոլորին։ Ես հուսով եմ փոխանցումները այդպես երջանկվեցան, որ յուրաքանչյուրս մի բան հետ գնացիք ձեր մամայով, ձեր մանկությունից ինչ-որ դրվագներ հիշեցիք, բայց ամեն ինչ արել եք, որ ուրախ, բայց Նաև ծնողների աջակցությունը շատ մեծ է գազնի համար։ Շատ շնորհակալություն այդ աջակցության համար։ Մենք դպրոցը շատ գնահատում ենք և շատ ցանկալի է, որպեսզի այդ աջակցությունը շարունակվի։ Որովհետև 5-րդ դասարանից հետո մեր